Մի հատ ինչ որ տիկին է հայտնվել, բուժքույր Հռիփսիմե Հունանյան։ Խնդրեմ, էլի մի հատ, եթե դժվար չի, չէ, նայեք, էլի տիկին Դիլբարյան։ Ահա։ Տեսակ։ Ինչ էլ երջանիկին է։ Տեսակ ոճը հետաքի, այո։ Ազատություն է։ Տիկինը երեք ասեց, իսկ ով ասեց, որ պարտադիր է բարձրագույն կրթությունը։ Մարդը հանձնաժողովի նախագահ, սիրելի հետևորդներ, դա նախարարից բարձր խորհրդանական պետության մեջ, այո, նախարարից բարձր բուժքույրը, սիրելիներս, հիմա կորոշի առողջապահական համակարգի ողջ, այսպես ասած, անցուդարձ, այո, սոցիալական, լավ եք, սիրելիներս, լավ եք, որ ասում եք փողոցից եկած, եւ կրթության մասին, որ ասում բացարձակ պարտադիր չի։ Քինի հակասությունները ներքին։ Չէ՞ որ Աննա Հակոբյանը սկսել է կրթությունը նորաձև է, ճիշտ է, շատ տարօրինակ մենք խոսեցինք դրա մասին, որ կրթությունը նորաձև չէ, ինքը պարտադիր է, բայց գուցե դրա համար էին ընտրել նորաձև բառը, որ ասեն կրթությունը պարտադիր չէ։ Ինչպես կարելի է այդպես արժե զրկել իրոք հաստատությունները, այն հաստատությունները, որ այդպիսի երազանքով առաջին հանրապետությունից սկսած ստեղծվել են։ Կամ դա ինչ անթույլատրելի ոճ է, ես 4-րդ հանրապետություն, դու ինչ իրավ, նախ չկա 4-րդ, ընկերներ, չկա 2-րդ, 3-րդ, այդպիսի բան չկա։ Ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը, դա առաջինն եւ միակն էր ու վերջնականն ու հավերժականը։ Այստեղ մաթե մեկը կործանեցիր, հիմա կործանողները ինչ պիտի ստեղծեն։ Եվ այդ դժվարությամբ ստեղծված դատաիրավական համակարգ, խորհրդարան, ինչպես էինք հպարտանում մեր գերագույն խորհրդով, որ հանձնաժողովներ ունեինք, մտանք ԵԽԽՎ, աշխատում էինք այնտեղ, մեր երկրի պետության ղեկավարները գնում էին ԵԱՀԿ, ՄԱԿ, որ պաշտպանեին Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը միջազգային օրենքի հիման վրա եւ դրա շնորհիվ չկա ՄԱԿ-ի անգամ մեկ բանաձև, որտեղ ինքնահռչակված Հայաստանի Արցախի հանրապետությունը համարվեր ապօրինի, հիմա մեր երկրի ղեկավարը գնում է այնտեղ, որպեսզի բացարձակապես այդ խնդիրներից չխոսի կամ դեռ հակառակը, ինչպես ԵԽԽՎ-ի մասի, որ պետք չի արցախցիները վերադառնան, դա չգիտեմ վտանգավոր է, նրանք պետք է Հայաստանում ապրեն, իսկ գերիների վերաբերյալ էլ օգտագործում է մի տարօրինակ բառ, ինչ որ հասցեագրման իմաստով։ Հիմա գանք ՄԱԿ-ի Ալիևի հայտարարությունները, միակ զարմանքը միջանցքն է, չէ՞։ Ասենց վերջացավ, արդեն խաղաղություն կհաստատվի։ Գիտեք, գերեզմանոցում էլ է խաղաղություն տիրում։ Ալիևը, չէ, տեսանք ինչ խաղաղության մասին մարդը ասեց, որ ահաբեկի չեք, Հայաստանի Հանրապետության ահաբեկչությամբ, որ հավիրել է մեր տները, որ հարձակվել են մեզ վրա, որ այսինքն ինչ ասեց, միջև վերջին հայը, միջև Հայաստանի վերջին քարը, ավիրելու եմ, հարձակվելու եմ, տանելու եմ միջազգային դատարաններ։ Սա ասում է խաղաղություն կերակրող Նիկոլի հետ, նույն տարածությունում գտնվող Ալիևը 4 օր առաջ, Նիկոլի ներկայությամբ։ Եվ ՄԱԿ-ում, եւ նաեւ ես ասեմ ամենասարսափելին, որ մեր այդ ահավոր աղետի, ես չգիտեմ էլ ինչ բառով բնորոշեմ, 44-օրյա պատերազմի տարելիցի օրերին դուք միայն Ադրբեջան, ես շատ մեծ դժվարությամբ, բայց հետևեցի ադրբեջանական ալիքներին։ Ամբողջ խրախճան, եւ դա մի հակահայկական այնպիսի եւ այնպիսի ատելություն, ես ապշած էի իրականում հաղթածները։ Բա ում հետ են գնում խաղաղության։ Ինչ որ իրականում հաղթածները լինում են մեծահոգի, լռում են։ Ես անգամ երբ ֆաշիստական Գերմանիային եւ ֆաշիստական այդ կոալիցիայի պետություններին հաղթած, չգիտեմ, ԽՍՀՄ, Անգլիան, Ամերիկան, այդպես չէին խոսում գերմանացիների հասցեին։ Նրանք այնպիսի մի հակահայկական հիստերիա էին ձևավորել, եւ ես ապշած էի, հաղթած ու խաղաղության գնացող մարդը կշարունակի իր քաղաքացիների մեջ այդպիսի հայատյացություն։ Հիշեք մեր մեծ Հովհաննես Թումանյանին, 1000 տարում հազիվ թուրքը մարդասպանը դարձավ, չէ, մարդակերը դարձավ մարդասպան։ Մենք շարունակում ենք գործ ունենալ մարդասպան, թուրք, թուրքի մնացուկ ադրբեջանցու հետ, ով հայատյացությունը դարձրել է իր գաղափարախոսության, այս իշխանությունը 30 տարի շարունակ դարձրել իր գաղափարախոսության հիմքը, եւ այս պահին խաղաղություն եւ 3